չեն մոտեցել, որովհետև մենք ի սկզբանե մեսիջ ենք ուղարկել, որ չենք միանալու քաղաքական ընդդիմադիրներին։ Մեսիջը այդպեսի ուղարկվել է, որ մենք ուզում ենք տնտեսական հարց լինի, բայց հիմա արդեն ոնց որ նայում ենք չի լուծվելու ոչ մի ձև։ Հիմա արդեն երևի դժգոհությունները բոլոր ոլորտում են, հասկանում եք։ Առավոտը ճանապարհ էին փակել, ինչ որ շենք մարդիկ վճարած շենքի բնակարան բանկը ուզում ավերցնի, արդեն դժգոհությունները տարբեր տեղերից շատացել են։ Ուզես չուզես ավտոմատ դառնում է հարցը քաղաքական։ Քաղաքապետարանը խոսք է տվել նրանց, որ հանդիպելու է իրենց հետ։ Դուք այսօր Իմ աչքերում այսօր համար մեկ կոռուպցիան մեր քաղաքապետարանն է։ Որովհետև այսօր կոռուպցիա ասում եք կա թե չկա, պետական մակարդակով կա։ Օրինական կոռուպցիա է դարել։ Հիմնադրամը Սամսոնը գործարար լավ խոսեց, չէ՞։ Լավ բացատրեց։ Թող լսեն հասկանան։ Անցյալ շաբաթ կառավարությունը նախագծի հավանություն տվեց, որը 7.3 միլիարդ պիտի տրամադրի աջակցություններին, որոնք բախվել են մենք արդեն մեծ ենք, հեքիաթների չենք։ Կառավարությունը պիտի տրամադրի դիմում տվողներին։ Ինքը ինչ գիտի, ովքեր են դիմում տալու։ Ովքեր են ի վիճակի լինելու ընկնել այդ խանդղակի տակ ու դիմում տան հերթական հեքիաթ վերնագիր։ Դե вообще ճիշտ ասած շատ է վերնագրերը շեղում։ Ես կուզենայի ձեզ խնդրեի, որ այդն շեղող վերնագրերով տեքստեր չգցեք, որովհետև մարտի 3-ին ժուրնալիստների պատճառով չեկան ցույցի ժողովրդի մեծ մասը, որովհետև գրեցին աջակցության ծրագիր, ուր էր ընդ աջակցության ծրագիր։ Ժուրնալիստները գրել են կառավարության հաստատած ծրագիրը, այսինքն կառավարությունը Ժուրնալիստներից մեկը օգտվել է, մեզ հարցրել է, այդ ձեզ վերաբերվում է, կարում եք օգտվեք, թե չէ։ Դուք չեք ճշտում։ Սիրելիներս, դուք չեք ճշտում։ կառավարության կայքում է։ Հա, բայց այդ որոշումից ով է կարում օգտվի։ Ասեն նախագիծը հավանության են տրվել։ Ով է օգտվում։ Դեռ չեն օգտվել այդ ծրագրից։ Հավանության արժանացած ծրագիր է, ընդհանրապես դա են արձանագրել։ Բայց վերնագիրը, որ կարդում են մարդիկ, բոլորը, հա, մի հոգի չի, երկու հոգի չի, հիմնական մեծ մասը հասկացել է, որ իրենք ստանում են աջակցություն, հետաձգվում է օրենքը, որը ես ձեզ խնդրում եմ, էլի վերնագրերը գրելուց։ Չէ, դուք նորից եք նույն սխալը կրկնում։ Չի հետաձգվել։ Չէ։ Ձեզ վերաբերվում է այսինքն։ Չէ, ես չեմ կարող օգտվեմ դրանից։ Ինչու՞ չեք կարող որոշում։ Նորից կասեմ, լավ։ Ուրեմն անցած տարվա ձեռքբերումները նախընտրելի էր օրենքով։ Ով որ ուզում էր նվազեցնել իր հարկը, փաստաթուղթ էր պահում, ով որ չէր ուզում նվազեցնել կամ չէր կարում փաստաթղթի բացակայության պատճառով 5% էր վճարում։ Հիմա ես նոյեմբեր-դեկտեմբերին ձեռքբերումներ ունեմ բավականին, որ այս գարունը համար դե տենց է ստացվում, որ պիտի շուտ ձեռք բերեմ, որպեսզի հետաքրքիր ապրանք ունենամ։ Հիմա նոր օրենքը ասում է, այս աջակցությունը խայտարակ, որ կօգտվեն նրանք, ովքեր թուղթ ունեն։ Որ թուղթ ունեն, այ անցած տարի նվազեցնելու է, էլ քո կարիքը չէ էլ ունենալու քո աջակցության։ Ես նկատի ունեմ երկարաձգում, հետաձգում։ Չկա հետաձգում։ Տիկին դուք չեք կարդում, չկա հետաձգում, չկա։ Ով որ թուղթ ունի։ Թուղթ ունի։ Ոչ։ Դուք հետաքրքրվել եք դրա մասին։ Ես մեջն եմ դրա, ես այդ ապրանք ունեցողներից մեկն եմ։ Այդ շատ ապրանք ունեցող, շատ ասելով խանութիս համար ապրանք ունեցողներից մեկն եմ, ով որ չի օգտվելու այդ աջակցության ծրագրից։ Որովհետև ինքը ինձանից ուզում է փաստաթուղթ։ Այսինքն, այս օրենք են ընդունում հետին թվով։ Օրենքը չի կարելի հետադարձ ուժ ոնց պիտի ունենա։ Մի ժամ էլ սպասեք։ Ինչն է ինչին նման։ Ես էլ եմ ուզում իմանամ, հələ մի հատ բոլորին հարցրեք, կա մարդ որ ստեղ մի ալարեք, հարցրեք, կա մարդ որ կարա օգտվի։ Կարող ենք օգտվել, բայց մենք չենք կարող 6 ամսում վաճառել մեր մնացող ապրանքը։ Խնդիրը միայն դա են համարում, որովհետև իրենք տեղյակ են, որ փաստաթուղթ չի պահանջվում այդ 6 ամսվա համար։ Ուղղակի խնդիր ունեն, որ այդ 6 ամսում Փաստաթուղթ չի պահանջվում։ Այո։ Դուք կհիմնավորեք ձեր ասածը։ Ես կարամ, մենք եկեք ինտերնետը ինչ է, հասանելի է, կարեք ինձ ցույց տաք։ Ուրեմն այդ տիպը փաստաթղթով լինի։ Փետրվարի 27 վայրկյան։
Փետրվարի 27-ին ընդունված որոշումը սահմանել է անցումային շրջան մինչև հուլիսի 1-ը։ Այդ ընթացքում կառավարությունը պետք է աջակցի այն շրջանառության հարկ վճարող տնտեսվարողներին, որոնք կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերած ապրանքային մնացորդները։ Կետերը կարդացել եք, ինչ ա ուզում։ Կետեր հիմա չեմ կարող։ Գույքագրում ա ուզում։ Այսինքն չեք կարող գույքագրել նաև։ Այս պայքարը գույքա, չէ, գույքագրումի մասին է։ Այս պայքարը գույքագրման դեմ է։ Այսինքն դրա մասին խոսք չի կարա լինի։ Եվ վերջապես երեխեք, ասենք փետրվարին ընդունելա ձմեռվա ապրանքը մնացելա, ամառվանն էլ հելա ամառը պետք է գա։ Այո, դե դրա մասին ենք էլի խոսում։ Ամառվա ապրանքը դեկտեմբերին են մարդիկ առնում, որ ամառը մինչև գա հասնի Չինաստանից։ Այդ դրա մասին եկեք ասեմ։ Կարելի է ես Եկեք բոլոր տեսին լսեք, ես առաջին հարցերից մեկն է, որ ոչ մեկը չի քննարկում։ Ուրեմն դուք ինչպես գիտեք, ես արդեն ամսի 1-ից հաշվիչները գները բարձրացել է, սպասարկման գինը 1800-ը դարել է ավելացել են 1800 դրամ։ Լավ, դա եղավ 3600 դրամ։ Իրանք բացարձակապես ոչ մի բան չեն անում ու դա միակ ժողովրդին կողոպտելու ձևերից մեկն է։ Պլյուս դրան, նույն հաշվիչների օգնությամբ նրանք որպես քարտային սիստեմներում գիտեք 4600 դրամ փող են մուծում, որ մարդիկ աշխատեն քարտերով։ Դուք քարտը բերում եք, դա գնում է բանկ, բանկը պլյուս դրան 4600-ին գումարում է այն 1.8-ից մինչև 2.6% դրույք է պահում, որ դու դից փողը հանես։ Սա ավազակություն է, որ դա կատարում է փաստորեն 10%-ի իբր քիչ է, վրան ավելանում է 2.6-ը տեղ ավելացում։ Իսկ նրանք համեմատություն են անում, ասում են մենք զարգացած պետություն ենք։ Զարգացած պետություն ես գիտեմ Եվրոպան է, Ամերիկան է եւ մնացած։ Եվրոպայում ուրեմն բանկային համակարգերը ես այստեղ Հայաստանում համարում եմ դրանք թալանչիներ, որովհետեւ Եվրոպայում 3-ից 4%, լավագույնը 5%, այնտեղ տոկոսային հարաբերությունները բաները Հայաստանում 21%, ինչ ուզում ես արա, 21-ը լավություն անելով չի ղեկավարությունը եթե դաշնակցին դրանց եմ բան։ Դե լավ, սրանով ես ուզում եմ ասել, այս հարցն էլ թող նայեն։